կրոնը հոգևոր կյանքի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, սիրելի եղբայրներ, որն է Աստծո գործը, Աստծո ստեղծագործության նպատակը, ստեղծեց մարդուն, ահա դու երկրի վրա ծնվել ես, դու պատահական չես ծնվել, քո ծնունդը երկրի վրա պատահականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի, դու ծնվել ես Աստծո նախասահմանությունով, միջև քո ծնունդը, որ դու հələ չկայիր, քո ծնողներն էլ չկային, Աստված քեզ տեսնում էր ու գիտեր, և դու ծնվեցիր, եկար աշխարհ, և հիմա Աստված քո հետ աշխատանք է կատարում, ինչ աշխատանք, որդու կյանքին հաղորդ անելու, սիրելի եղբայրներ, քույրեր, որ քո հոգու ներսում, քո ներքն աշխարհում, դու ոչ թե ուղղակի ինչ որ կրոնի հետևորդ լինես, ոչ թե ինչ որ մի հատ եկեղեցի ես գնում, եկել ես, հիմա որտե ես գնում, 7-րդ միկրո եմ գնում, եկար 7-րդ միկրո, չէ, Աստված քո հետ աշխատանքը կատարում է քո հոգու աշխարհում Քրիստոսի հայտնությունը բերելով, որովհետև առանց Քրիստոսի հայտնության մեր կյանքը անիմաստ է դառնում եւ Քրիստոսի հայտնությունը բերում է քո մեջ նա, որ Քրիստոս դառնում է քո կյանքը, քո համար առանց Քրիստոս ապրելը անիմաստ դատարկ մի բան է, որ քեզ պետք չի, քեզ չի հետաքրքրում սկսել ես կյանքը, եթե քո հոգու աշխարհում Քրիստոսի հայտնությունը չկա։ Աստված իր որդու հայտնությունն է բերում մարդու մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ որդու հայտնությունը բերելով քո կյանքը իմաստավորվում է։ Քո հարաբերությունը Աստծո հետ էլ չի կայանում սրանում, երբ որ նոր սկսում ես մասնակցել հավաքույթի, ես ինքս եմ շատ տենց արել, եւ հիմա էլ շատերն էլ տենց են անում, ու դա նորմալ է։ Որ գնում ես, ասում ես, եղբայր ջան, վերջը, այս բանն եմ արել, դա մեղք է, հա։ Եղբայրը կամ ասում է, հա, մեղք է, կամ ասում է մեղք չի, կամ ասում է արա, կամ մի արա, վերջը, ու դու մտածում ես, ըհը, այս բանը մեղք կա, ուրեմն էսի պետք է չանեմ, հետո էս մի բանը, Էդի սկզբից հա, գալիս ես, տենց քեզ հետաքրքրում է, ոնց անեմ, որ Աստծուն հաճելի լինեմ, ոնց անեմ, որ այս բանը ճիշտ անեմ, սկսում ես տենց բաներ անել, բայց գալիս է քո կյանքում պահ, երբ որ դու հասկանում ես, որ քո հոգու մեջ, քո ներքն աշխարհում դու Քրիստոսի պակասը ունես։ Դու հասկանում ես, որ այս երկրի վրա ապրելը իմաստավորվում է Աստծո որդու հայտնությամբ։ Եվ այդ ժամանակ դու հասկանում ես, որ քո անելիքները սենց արեցիր կամ նենց արեցիր, լավ արիր, վատ արիր, շատ արիր, քիչ արիր, դրանք չեն քո կյանքը իմաստավորում։ Քո կյանքը իմաստավորվում է Քրիստոսով։ Եվ այստեղ հետաքրքիր է, ասում է, Քրիստոս մեր կյանքը, երբ որ երկնքից գա, ի՞նչ է տեղի ունենալու։ Տեղի է ունենալու բնական մեկացում եւ միացում։ Երբ որ դու միանալու ես Քրիստոսի հետ երկնքում, երբ որ քո հոգին հանդիպելու է իրան ընդեղ արդեն, եւ այդ ժամանակ այո, մենք գնալու ենք երկինք, մեզ տանելու է երկինք, մեզ տանելու է այն քաղաքը, որի մասին մենք պատկերացում անգամ չենք կազմենք, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված է, որ ամենաուժեղ ճարտարապետը ստե երկրի վրա բացարձակ չի կարա նմանատիպ ինչ որ բան պատկերացրի, եւ երբ որ կարդում ես հայտնության թուղթը, եւ երբ որ կարդում ես մարգարեությունների մեջ, երբ որ այդ քաղաքը ներկայացնում դու հասկանում ես, որ դու ոչ մի բան չես հասկանում։ Կարդում ես ու տեսնում ես ինչպես է նկարագրում ու դու հասկանում ես, որ դա մարդկային ուղեղի, մարդկային մտածելակերպի համար բացարձակ անհասանելի մի բան է, եւ Աստված քեզ տանելու է ընդեղ, բայց տանելու է որպես որդի, որպես իր երեխեն։ Եվ չափազանց կարևոր է, որ երկրի վրա ես ու դու ապրենք որպես որդի։